Մնացած Սումգայիթում ոնց էին անտեղյակ աշխարհ, դրա համար է մեր պատմագիտություն կոչվածը, որ պատմաշինություն է։ Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենագիտներ, հարգելի գնդիրներ, ուրեմն մեր հերթական հաղորդումն է, եւ այսօր այս հաղորդումը նվիրված է լինելու մի գլխավոր հարցի։ Մայիսի 9-ը ինչ նշանակություն ունի մեր պատմության համար, դա կեղծ պատմություն է, թե ճիշտ պատմություն է, որն է իրականությունը առաջին, եւ երկրորդը հայրենական պատերազմ կոչված է, մեզ հետ առնչվում է թե չէ, եւ մենք արդյոք որպես ժողովուրդ մեր հայրենական պատերազմը մղել ենք։ Մենք մեր հայրենական պատերազմը չենք մղել։ Բազմաթիվ պետությունների, ժողովուրդների տարբեր հայրենական պատերազմների մասնագից ենք, միտեղ զոհ, իսկ Ռուսաստանում մեծ զոհ։ Մնացած անիմաստ խոսակցություններն են, հիմա մեր տեսակետը իհարկե փաստերով, ինչպես որ եղել է փաստաթղթերով, հիմնարար ուրեմն նշանակությամբ ուրեմն գրականության հիմքի վրա, ձեզ կասեմ, մնացածը ձեր մտածելու բանն է, մեր մտածելու բանն է եւ ինչ ենք անելու։ Ասեմ մի բան, որ նորից հիշեցնեմ, իհարկե այս մասին խոսել եմ, բայց այսօր ինչքան լարվում է իրավիճակը մեր հանրապետության շուրջ եւ աշխարհում, մենակ մեր հանրապետության շուրջ չի, եւ ինչքան մեր ուրեմն կենսական շահերը, մեր պետության եւ մեր ժողովրդի անվտանգության շահերը առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում եւ քաղաքացիների բոլոր պարտադիր չի այլիներ երկրներում եւ նաեւ պրոգրեսիվ կամ ուրեմն մտածող հայության շահերն ու անվտանգությունը ինչքանով են ապահովում, ինչքան չեն ապահովում եւ այստեղ մեր պետականության դերը որն է։ Խոսքով սա հարցադրումների ամբողջ մի փունջ է, մի փունջ, որտեղ խամխոպան ասեմ ձեզ, խամխոպանը իհարկե նրանց համար, ովքեր որ սովորել են սովետական պատմագիտության դասագրքերով, ում դասավանդել են մեծ լավ մասամբ, երևի 99%-ով հայ պատմաբան կոչվածները, ինչպես երկրներում, այնպես եւ դրսում, հայ պատմաբան կոչվածներ, ասեմ ինչու, որոնց ես սկսել եմ մի անուն եմ գտել, որովհետեւ ոնց որ տեղից չեն շարժվում եւ չեն ուզում ուրեմն մեր ժողովրդին ասել այն, ինչ որ ճշմարիտն է, օբյեկտիվն է, քանի որ չեն ուզում, ես եզրակացնում եմ առաջինը չգիտեն, եւ երկրորդն կարողություն չունեն մտածելու, իսկ նման պատմագիտությունը ճակերտավոր պատմաշինություն է, դա պատմություն չի։ Մանավանդ որ հիմա մեր կյանքի համար, երկրի համար խիստ կենսական է մեր կենսական շահերը հասկանալը եւ դրա համար մտածում եմ, որ այդ հայ պատմաբանների, ճակերտավոր պատմաբանների դասավանդածը, սովորեցրածը եւ այլն, դա Չապաևագիտություն է, ավելի չի։ Ուրեմն Պետիկի եւ Չապաևի այդ ֆոկուսներն են։ Հիմա կոնկրետանամ, Ժորժ ջան։ Իհարկե, ուրեմն առաջին ասեմ, որ ձեզ կեղծիքը կա, քանի որ այսօրին շատ է խոսում եւ Ռուսաստանի ցարը որոշել է, որ միջազգային մեկուսացումից դուրս գալու համար իրեն խիստ անհրաժեշտ է, որ քամի անի աշխարհի երեսին եւ այդ Կրեմլի, հարթակում իր կողքին շատ մարդ կանգնի, կարևոր չի։ Այդ մարդիկ կլինեն դեմոկրատներ, կլինեն ճիվաղներ, մարդասպաններ, ինչպես որ իրենք են այս բարագայը, որտեղ այսօր ըստ էության Ուկրաինայում Ռուսաստանը վարում է այրվածողի քաղաքականություն եւ ազգաբնակչության ոչնչացման քաղաքականություն, դա պատերազմի կլասիկ իմաստով, բայց իրենք Ուկրաինայի ոչնչացման ռազմական գործողություն են անցկացնում։ Պարզ է, որ այստեղ իրենք տաբալվել են, որտեղ ըստ ցարի, ես հատկապես հայ երկրպագուներին եմ ասում, ըստ ծեր բաբայի 3 օրում Ռուսաստան դե հաղթած լինեն, բայց անցել է 3 տարի, 3 տարուց արդեն մի քանի ամիս է ավելի անցել, եւ դուք ինչքան հիշում եք, հարգելի հայրենագիտներ, ամեն օր ռուսա նպաստ քարոզչանիչոցներով հաղորդում է, որ ռուսական զորքեր առաջ են շարժվում։ Եթե ռուսական զորքերը նույնիսկ կրյա լինեին, կրյան գիտեք ինչպես է շարժվում, ուրեմն 3 տարի ու կես գոնե առնվազն Բուդապեշտ պետք է հասած լինեին իրենք, մենք չէ։ Գոնե Բուդապեշտ, այն Աբուշի մոտ, որը իրեն ծառան է, կամ գոնե ուրեմն Բրատիսլավա, Սլովակիա, բայց դուք տեսնում եք, որ դոկումենտ տեղում, բայց առաջ են շարժվում, այստեղ, ինչպես ասում են, Աստված հեռու պահի նման առաջ շարժումից։ Ուզում եմ ասել, որ պատրանքները թողեք եւ մտածեք, թե ինչ է կատարվում։ Եվ ես կշարադրում, նախ շարադրեմ օբյեկտիվ իրականությունը եւ կասեմ այն, ինչ որ մեր ուրեմն կուսակցության տեսակետն է, որ ձեր կուսակցությունն է, որովհետեւ քրիստոնեությունը որպես պետական գրոն առաջին հերթին հայ ժողովրդինն է, ոչ իմն է, ոչ քոնն է, մանավանդ որ ռուսահատակ ուզուրպատորի ոչ քրիստոնեությունն է, ոչ էլ եկեղեցին է, դա բռնազավթված գահ է, որը մի օր պետք է ազատվի անպայմանորեն։ Հիմա կոնկրետանամ,
Երբ է եղել գերմանացիների դեմ պաշտոնական խաղաղության օրը, որը օբյեկտիվ է։ Ուրեմն իմացեք այսպես, սովետական եւ ռուսական բոլոր լրատվամիջոցները եւ սրանց հպատակ պատմապան, ժուրնալիստ, լրագրող եւ այս ռուսակոծեր աշխարհում մեկ նշում են մայիսի 9-ը, բայց իրականության մեջ գերմանացիները կապիտուլյացիայի են ենթարկվել մայիսի 8-ին, ուրեմն հաղթանակի օրը մայիսի 9-ը չի, մայիսի 9-ին ուրիշ բան է տեղի ունեցել։ Ռուսական ֆարս, երբ որ ուրեմն կապիտուլացված պետության պայմանագիրը կնքած ուրեմն ֆելդմարշալ Քեյթելին կանչեցին Բոտստան Կարսոստի ուրեմն պալատ եւ երկրնակի անգամ նորից ստորագրել տվեցին թուղթը անվերապահ կապիտուլացիա։ Եթե դուք նկատը տեսել եք կինոխրոնիկայում դա շատ բարձ երևում է կեղծիքը, որովհետեւ նստած սպասում են Ժուկովը, մնացած ուրեմն սովետական ուրեմն պաշտոնյաներ, չինովնիկներ եւ այլն, Ժուկովի գլխավորությամբ է կապիտուլյացիան այսպես ճակերտավոր ընդունել եւ ներս է մտնում գերմանական բաշխագույն հրամանատարության ներկայացուցիչ ֆելդմարշալ Քեյթելը, ուշադիր եղեք, եւ անմիջապես նստում ու ստորագրում է։ Մտածելու բան չկա, ինչի համար մի օր առաջ ինքը ստորագրել Գերմանիան արդեն զենքերը բարետրել պաշտոնապես օրենքով եւ համաշխարհային հանրության աչքի առաջ 3 դաշնակից պետությունների ներկայացների Ամերիկա, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Անգլիա։ Այսինքն ուզում եմ ասել, որ ամեն ինչի մեջ ռուսական կեղծիքը կա, որովհետեւ հետո 80 տարի ինչպես իրենք են ասում Մարոչիլի, որ ուրեմն ժողովրդի գլուխը արդուկեն աշխարհում մեկ, որ իրենք են գլխավոր դերակատարը պատերազմի մեջ եւ այլն։ Հիմա անդրադառնամ նաեւ այդ գլխավոր դերակատարի հարցին եւ անշուշտ հայ ժողովրդի մասնակցության այդ հարցին։ Հիմա տեսեք ինչ կա։ Իհարկե մարդու քանակով, որը օրինակի ուսանողական տարիներին, աշակերտական տարիներին, ինչպես նաեւ ձերը, խիստ կրճատված էին ասում, չգիտեմ քանի միլիոն եւ այլն։ Ուրեմն պարզվում է, որ այդ պատերազմում սովետական ժողովուրդը տվել է կարծեմ 26, նույնիսկ ասում են տայել է կես, որ շատ ավելի ուրեմն քանակությամբ զինվորներ են զոհվել եւ մեր հայրենագիտներն ուզում են ճշգրիտ իմանալ, թե ինչքան զոհ է եղել։ Ելի մնում եք ապրելով լուսավորյալ Ամերիկայում, Ավստրալիայում, որովհետև այսինքն երկրները փակ չեն եւ գրականության հարց չկա, ելի մոլորության մեջ եք, դուք ուզում եք ռուսներից իմանալ ճիշտ բան։ Մտնելիցը թանեք, ռուսներից ոչ մի ճիշտ բան չեք իմանա, որովհետև ռուսները իրենք ճիշտ բանը չգիտեն, ուրիշ բան գիտեն։ Նրանք աշխարհի նվաճման պրակտիկա ունեն, որի վրա անընդհատ տապալում են, ուրիշ բան չկա։ Հիմա դուք ինչ եք որոնում, ինչ ճշմարտություն եք ուզում։ Ուրեմն թվեր եք ճշտում։ Իհարկե մեր ժողովրդի թվերը կան, դժբախտաբար։ Հիմա ով է հաղթել պատերազմում։ Պատերազմում բնականաբար հաղթել են դաշնակիցները։ Դաշնակիցներն են Ռուսաստանը, Սովետական Միությունն, այսինքն դաշնակիցը ուրեմն Անգլիան, որը 1 տարի Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո նայեցեք, հատուկ հայերիս համար եմ ասում, մենակ Անգլիան առանց օգնության, առանց մեկի օժանդակության գրվում էր հիտլերյան զորքերի դեմ, իսկ դուք գիտեք, որ Հիտլերն 40 թվականին շատ ուժեղ էր Գերմանիան։ Անգլիացիները նույնիսկ կարգին բանակ չունեին, մինչև կարողացան կարգավորել։ Ուրեմն դա գլխավոր դաշնակից երկրներ էին, շատ ուրիշ Ֆրանսիա, որը պարտվել էր, բայց միացավ հետո դաշնակիցներին, Ֆրանսիան 2 մասով է կռվել, դուք գիտեք, Վիշին կապիտուլացվեց, ուրեմն գերմանացիների դիմաց, բայց հետո ուրեմն գեներալ դե Գոլը եւ ուրեմն պարտիզանական քաղաքական շարժումը ուրեմն Ֆրանսիայում առանձնացրեց ազատության կամ գերմանացիների դեմ գրվողների մի մասը Հիտլերի հետ էր, մի մասը ուրեմն դաշնակիցների հետ էր։ Դրա հետ էր նաև Ավստրալիան հեռավոր, որտեղ Անգլիան այնտեղ իր դոմինիոնները, Կանադան եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Տեսնում եք, ուրեմն պատերազմի գամման շատ է մեծանում, եթե մենք սովետական ուղեղի մեջ չենք մնում։ Եվ ես առաջարկում եմ ուղեղները աշխատեցվեք, մտածեք, եղբայր չեք կարող մտածել։ Սա նրանց համար, ովքեր փոխության համար աշխատում են, ուրեմն, որպես իրենք ռուսը ճիշտ լինի, աշխարհը սխալ են անում։ Ճիշտ աշխարհը սխալ են անում։ Այսպեսի ստրգություն կլինի, սա ինչ բան է։ Հոգեկան հիվանդ չեք, կամ հենց հարցը պետք չէ, հենց հոգեկան հիվանդ է, նման հայերը։ Իհարկե դրանց թիվը կրճատում է, բայց մնում է դերևս։ Տեսեք, ես փաստեր եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Եվ այսպես ուրեմն, եւ իմացեք, որ երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ից, եւ ոչ ուրեմն 41 թվականի հունիսի 22-ից։ Հասկանում եք ոնց է։ Դա սովետական միության վրա Գերմանիայի հարձակման
ուրեմն օրն է, ընդ որում բոլոր դասագրքերը գրում են ուխտադրուժ։ Եվ ոնց է ուխտադրուժ, եթե ուրեմն այնտեղ բոլորը գիտեին, սովետական միությունը պատրաստում էր պատերազմի եւ ըստ նորագույն տվյալների, ուրեմն այսինքն նորագույն իմաստով, որ ԽՍՀՄ չկա, գրականությունը բացվել ինֆորմացիա։ Եվ Ռուսաստանն ուզում էր հարձակվել Գերմանիայի վրա, բայց Հիտլերը կանխարգելիչ կամ պրևենտիվ հարձակում արեց, չունենալով տարբերակ, այն իմաստով, որ ավելի լավ է հարձակվես, քան թե սպասես քո վրա հարձակվեն։ Ես փակագծերում մի բան ասեմ։ Նման բան ես 2014 թվականի հոկտեմբերին ուրեմն Թեթեյա մշակութային միությունում, ասում եմ հատուկ բանը Լևոն Տեր-Պետրոսյանի ստրուգների համար, ուրեմն որովհետև սրանք պատմություն կերծելու մեջ ոնց որ թե ռուսներից հետ չեն մնում, չնայած իրենց դեմոկրատ են ներկայացնում։ Ուրեմն 14 թվականի հոկտեմբերին այդ ուրեմն Թեթեյա մշակութային միության կենտրոնում եղել է հարցազրույց, որին մասնակցել եմ ես, կոմանդոսը, երջանկահի շատակ, Շիրխանյան գեներալ կամ գեներալը զինվորական իմաստով Շիրխանյան Վահանը, մասնակցել է նաև Վաղարշակ Հարությունյանը, ռուսական մտածողության մի ֆենոմեն հայկական, որի մտածողության այդ օր ամբողջ էությունն այն էր, որ ապացուցի, որ ադրբեջանցի ռուսները մեղք չունեն, երբ որ մեր ուղղաթիռը խփել են եւ այլն։ Ուրեմն հայերի մեջ մի շերտ կա, որը ինչ անես, ինքը գալիս է ռուսական ճեղքերը փակի, անցքերը, որ ուրիշներն են իր անցքերը փակել, որ մնա ինքը ռուսական ստրուկ։ Ես այդ օրը հայտարարել եմ, որ Արցախյան Ղարաբաղյան պատերազմ, որը գուզեք Արցախյան պատերազմ, այլևս ինքնաթիռի խոցման օրը ուղղաթիռի հիշեք, երբ մեր զինվորականներից 3 հոգի ուղղաթիռի մեջ էին եւ զոհվեցին, 3 օր հետո Սեյրան Օհանյանը հերոսաբար չեզոք գոտուց դուրս կարողացավ բերել եւ դա դարձրեց իր ռազմական հանճարի գագաթի պես էլ մնաց այդ գագաթի վրա, որովհետեւ այդպես էլ չիմացանք, դա զինվորական է, թե չէ, թե սեփականատեր է։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, շաշվենք առաջ այդ օրներ, որ ես հայտարարեցի, որ պատերազմը այլևս խաղաղ զարգացում չունի, կոնֆլիկտը, Արցախյան կոնֆլիկտը, եւ պետք է պատրաստվել պրևենտիվ պատերազմի, կանխարգելիչ, այսինքն այն պատերազմը, երբ նկատում ես, որ ուրիշ ոչ մի ճար չունի, անկախ են բանից, պատրաստ ես, թե ինչքան ես պատրաստ, հակառակորդի հարձակմանը թափը գոդրելու համար ինքն է սկսում ռազմական գործողությունները որոշակի ժամանակով ավելի շուտ։ Եվ այդտեղ ասեցի, որ Հայաստանը ուզի պարտավոր է մղելու կայծակնային պատերազմ։ Ուրեմն կարող եք ստուգեք։ Այս նույն բանը Հիտլերի հետ է եղել, երբ հասկացա, որ եթե Ստալինը մի քանի ամիս էլ բանակը պատրաստի Կարմիր բանակի մասին է գործողությունների, ուրեմն սովետական բանակը հարձակվելու է Գերմանիայի վրա։ Եվ նա ուրեմն կանխարգելիչ կամ պրևենտիվ պատերազմի կնաց, ընդ որում կանխարգելիչ պատերազմի կոնցեպցիան մշակվել է գերմանական գեներալների կողմից 1914-18 թվականների ուրեմն պատերազմի ընթացքում։ Հիշեք բառը պրևենտիվ։ Հիմա պիտի ասեք, ես ինչ ֆանտաստիկ բաներ եմ ասում։ Ես դրա համար առաջարկում եմ մի գիրք բացել եւ կարդալ։ Mən հիշողությամբ եմ ասում, իմ պատանեկության տարիներին կարդացած գրքերից մեկն է, երբ որ ուրեմն այդ գրքերը դեսովետական շրջան էր, այսինքն մենք բոլորս միասին սնվում էինք, ապրում էինք այն գրականությամբ, ինչ որ կար։ Հիմա ասեմ հետևյալը, հայտնի մի վեբ կա պատերազմի մասին, պատերազմ է կոչում, հեղինակը լավ չեմ հիշում, հայերեն էլ մեկը կա, պատերազմ, կարելի է այսպես համացանցով շատ արագ գտնել, այդ պատերազմ ռուսական գրքի մեջ, ուրեմն ռուս հեղինակ է, մի զարմանալի դրվագ է ներկայացնում, երբ սովետական զինվորները պատերազմի առաջին օրերը արնակամ անտառներով նահանջում են, մեկ էլ տեսնում են սովետական տանկեր, BT-2 են ասում, դրանք արձակողական տանկեր էին, դեռևս 34-ի մասին խոսք չկար, ուրեմն որոնց վրա գրած էր դեպի Բերլին։ Հասկանում եք ոնց է, սովետական նկարագրում է հեղինակը եւ զարմանում են, թե դա իրականության փաստ է արձանագրում, որ ուրեմն իրենք գերմանական հարվածներ նստացել են, գիշերը գերմանացիները սովետական ավիացիան ոչնչացրել են լրիվ, մեր սահմանային ավիացիան զորքերը ջախջախվել են առաջին իսկ գրոհից, բայց տանկեր կան, որ արևմուտք են գնում եւ վրաները գրած է դեպի Բերլին։ Դա ինչ է։ Դա նրա հետ է կապված, որ սովետական ստրատեգիան կառուցված էր Գերմանիան ներխուժելու, Եվրոպա ներխուժելու համար եւ ռուսները ներխուժելու էին։ Այսինքն սովետականը, բայց Հիտլերը կանխարգելիչ այդ պատերազմը սկսեց, ուրեմն ավելի շուտ էսպես երկու ավազակ Ստալինը եւ
ուրեմն Հիտլերը մեկը մյուսին խորամանկելով խափում էին եւ խորամանկելով խափեց Հիտլերը, կարողացավ դա անել։ Սա այնպեսի մի բան է, որ փաստերը պիտի նայեք։ Ուզում եմ ասեմ, որ այդքան բան չի, ես իրականությունն է, սրանք պիտի նայեն, իսկ ռուսները սովորություն ունեն։ Դուք տեսնում եք նաև մեր պարագայում։ Բայց ուրեմն մեր ժողովրդին տեղահանեցին, ուրեմն մեր ժողովրդի համար գալադամոր թուրքերի համար սարքեցին, բայց գիշեր-ցերեկ այնպես են խոսում, ոնց որ մենք ենք Ղարաբաղցիք էին մեղավոր եւ մենք ենք մեղավոր, որ ինքը թուրքերին ծախվել է եւ ծախված ձևով իր հովանավորի ժողովուրդն ու պետությունը Ադրբեջանն է։ Ստալինայով այստեղ ռսակոծերի հսկա մի բանակ է բաց իր բայրակտարներով, իր լրատվամիջոցներով գիշեր-ցերեկ խոսում են հայերի նախարարցակ լինելու մասին եւ դրա մասին վերջերս խոսեց հայ ժողովրդի պետք է ասեմ համար առաջին Դավաճանը, որը երկրի ղեկավարը եղել եւ ասաց, որ պատերազմի մեղավորը հայերն են, հայերը, ինքն էլ հայ չի, ինչ որ մեկն է, օրուխ, հասկանում եք ոնց է, եւ հիմա ուզում եմ, որ այսպես վերադառնա քաղաքականքյան, ինչ եմ ուզում ասել, հիմա չեմ երկարացնի, այսպեսի մի բան, իհարկե, հետո գերմանական բանակները շատերը գիտեք, հասան որտեղ, Ստալինգրադ, հասան Կովկաս, Հյուսիսային, հասան Լենինգրադ եւ այլն, եւ այստեղ կանգնեցրեց, հիմա ով էր օգնում սովետական բանակին, ամերիկացիներն առաջին հերթին նկատի ունեցեք։ Հիմա ասելու են բաներ, որոնք դուք պետք է մտածելով իմանաք, մենք բոլորս։ Անգլիան կռվում էր, իր չափով, իր ճակատում պահում էր, որին ռուսական գրականությունը գիշեր-ցերեկ մեղադրում է։ Այն պարագայով եւ 1940 թվականին ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվում էր միայն Անգլիան, օգնող չուներ, դեռևս չէր։ Մենակ Անգլիան, իսկ Հիտլերի դաշնակիցը Ստալինն էր։ Սովետական միության պաշտոնական դաշնակից այդ օրերին, եւ որ Գերմանիան ռմբակոծում էր Անգլիան, սովետական միությունն էր։ Հիմա այդ կույսերն այնպես են խոսում, ոնց որ ուրիշն է մեղավոր։ Իրենք Գերմանիայի դաշնակիցն էին ըստ 39 թվականի օգոստոսի 23-ի սովետա-գերմանական պայմանագրի։ Դուք հասկանում եք ոնց է։ Ուրիշին մեղադրում են Անգլիային, երբ որ կրկնեմ Գերմանիան հարձակվել էր պատերազմել եւ այդ պատերազմում Գերմանիան ուներ դաշնակիցներ, բազմաթիվ Իտալիան էր, Հունգարիան էր, այդ ֆոկուսնիկին որ տեսնում եք, դա առանձնապես մաքուր կենսագրություն չունեցող ուրեմն քաղաքական վերնախավ է հունգարական եւ այն ֆաշիզմի եւ այսպես եւ այդ ժամանակ նաեւ ուրեմն գլխավոր գերմանացիների գլխավոր դաշնակիցը սովետական միությունն էր ըստ պայմանագրի։ Հիմա խոսում են այնպես, կարծես պատմության այդ օրերը չի եղել։ Հիմա այսպես ինչ որ է, այդ հետո փոխվեց գերմանացիները հարձակվեցին, սովետական բանակը ոչնչացավ այն կարմիր բանակը, որը ստեղծվել էր ըստ էության այդ 30-ական թվականներին գերմանացիները մինչև աշուն այդ բանակը ջախջախեցին գլխովին։ Միլիոնավոր ուրեմն զինվորներ գերին գան։ Շատերը նաև գերի կամավոր էին հանձնում։ Վետել նկատի ունեցել։ Նկատի ունեմ ռուս հայրենասեր ժողովրդին, որը գերմանացիներին հաջողով գերի էր հանձնվում պատերազմի առաջին օրերին եւ շրջանում։ Դա էլ հայրենասիրության չափը, որովհետեւ ինչ չլինի հիմա արախ խմողները կվեցնեն ամսիդնի ռուսների գենացը կխմեն։ Կամավոր հանձնվում էին գերմանացիներին։ Եվ այսպես հիմա հետո ինչ կատարվեց։ Եղավ այն, որ սովետական միությունը որոշ շրջան կռվեց մենակ, այն ժամանակ, երբ որ իր դաշնակիցներ իր վրա հարձակվել, ուրիշի մեղադրելու բան կա, խաղի մեջ չմտնեին, մտել էին։ Եվ հետո իհարկե օգնության ձեռք մեկնեցին ամերիկացիներն, ասեցի անգլիացիներ, եւ այսպես։ Հիմա ասեմ գլխավոր երկու երկրները ինչ մատակարարեցին։ Գիտեք որ ԽՍՀՄ-ի ուրեմն օրերը մազից էին կախված հատկապես աշնանը։ Այդ աշնաններ որ ամերիկացիներն սկսեցին մատակարարել ուրեմն նոր սարքվող տանկերի համար, դե 34 տանկը գիտեք, միջին, ասում են ուրեմն միջին տանկերի իմաստով գլխավոր տանկն է եղել, ուրեմն զամչաստեր, հա, ռուսերեն ասեմ, կամ զապչաստեր, որը կուզեք։ Օրինակ, պատտվող բաշնյայի համար տրվում էին առանցքականներ, պատշիվնիկներ։ Տանկերը անցան, այդ տանկերը կառուցում էին թրթուրների անիվները փակվում էին ամերիկյան ռետինով եւ այլն եւ այլն։ Հիմա ցես մտածող մարդուն հարց եմ տալիս։ Եթե տանկի ուրեմն այդ բաշնյան, որ պիտի պատտվի տնտանոթի բանի մասին չեմ ասում, կարող առանց պատշիվնիկի աշխատել։ Հնարավոր է, մեքենաներից նայեք, տեսեք, առանց սվեչայի, մի սվեչայի մեքենա քշեք, չեք քշի, չէ՞, որովհետեւ այդ մեքենան զիբիլ դուրս կգա, հեչ բան, մետաղի ջարդով։ Ուրեմն այդ շրջանում է, որ ամերիկացիները սկսեցին ավիացիա մատակարարել, ինքնաթիռներ։ Գիտեք, միգի մասին, փառավորվում եք,
բայց հսկայական քանակությամբ հազարավոր դուք կարծացեք Ալեքսանդր Վերտկա, Ռուսաստանի մատակարարված զենքի թվեր, քանակ եւ այլն։ Ինչ ասում։ Այնտեղ ամերիկյան Դուգլասներ, Անգլիան ինքը դրվում էր, բայց սովետական բանակին մատակարարում էր ինքնաթիռներ։ Եվ այդ ավիացիան սովետական, ավիացիոն բենզին չուներ։ Ամերիկացիները Ալյասկայից տրանսպորտային ինքնաթիռներով բենզինը բերում էին ավիացիոն Իրկուտսկ։ Եթե դուք խիղճ ունենաք, եթե ռուսները խիղճ ունեն, որը չունեն, դրանք ստախոսության եւ կեղծիքի մեջ ծնված օրից են թաթախված։ Նրանք ձեզ կասեն, թե այդ որ Ալյասկայից մինչև Իրկուտսկ ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռները բենզին էին բերում, քանի ինքնաթիռ է Սիբիրում կորել ամերիկացի օդաչուներով, քանիսն է բենզինով վառվել Սիբիրի այդ դաժան Բայկալի-մայական պայմաններում, բայց սովետական բանակին մեկ է ամերիկացիները հասցնում էին ամեն ինչ այդ առաջի հերթին բենզին։ Տեսան, որ այդ հարցը շատ է, հիմա ես գիտեմ, որ մենք Վլադիվոստոկում ունենք մենք համակիրներ եւ այս հաղորդումները լսողներ կան, այն որ ասեմ հետեւյալ, Վլադիվոստոկում ավիացիոն կարծեմ բանկա ավիացիոն բենզինի, եթե գործարան կա, դա ամերիկացիք են կառուցել, ձրի, ինչու։ Տեսան, որ այդպես շատ թանկ է նստում, իրենց զինվորներն էլ կորչում են օդաչուները եւ զոհվում են եւ այլն, ուրեմն վերցրեցին այս անբանների համար դարմայետների, ռուսների մասին է, կառուցեցին ավիացիոն գործարան, որ դրանք բացանեն այդ որ նավթով բերեն եւ այլն։ Հիմա շարունակում եմ այսպես։ Ուրեմն չեմ ուզում, մնացած ահռելի քանակությամբ ինչ մետաղներ են, ել չեմ ասում տանկեր եւ այլն։ Տանկեր էին մատակարար, որտեղ դուք կինոների մեջ ոչ միտեղ ամերիկյան տանկեր չեք տեսնի, անգլիական տանկեր չեք տեսնի, բայց ահռելի քանակությամբ սովետական բանակը ստացել է տանկեր, ուրեմն ուղղակի հասնեն է, որ սրանք տանկը ամերիկյան չէին կարողանում քշել, մինչև սովորեցին։ Հիմա բայց չէ ցույց տա, որովհետեւ մենա թե իրենք են արտել։ Հիմա երկրորդ մասն եմ ասելու։ Ուրեմն եւ 42 Կուրսկի ճակատամարտից հետո սովետական Կարմիր բանակը դաշնակցիչների օգնությամբ տեխնիկական առաջին հերթին կանգնեցրեց, ուրեմն այդ հարցակում եւ հակահարցակման անձամբ բարձրեց քաշիչ ուժ չունեն եւ վարորդներ կան հիմա տարիքով, որոնց դուք ասեք, դե տեսնեք, որ նրանք երկար տարիներ պատերազմից հետո քշել են ուրեմն ամերիկյան հրաշալի բեռնատար Սուդաբեկ են ասում, մեր ժողովուրդը Սուդաբեկեր մեքենաներ, ամերիկացիները մատակարարեցին Սուդաբեկերը, որով հրետանին քաշում էին եւ այլն։ Ավելին ասեմ, ովքեր որ պարսկահայեր կան, իրանահայեր եւ այս մասերում ապրողներ, դուք պիտի իմանաք, որ Բանդար Աբբաս եւ այդ շրջանից Հայաստանով, հետո այդ անտեր Լարսով, այդ ռազմավարական ճանապարհով սովետական բանակը 42 թվականից մինչև պատերազմի վերջը ստանում են ամերիկյան սնունդ, որը հատկապես գավիատին եւ այլն։ Հասկանում եք ոնց է։ Ինձ թվում է, որ առանց գավիատինի եւ սննդի դժվար է սովետական բանակը ապրել, աշխատել եւ կռվել։ Հիմա կարելի է շարունակել շատ բաներ, բայց իմաստը չեմ տեսնում, իմանաք, որ այդ ստորությունը ուրիշի հացը ուտել եւ հուննատկատ է նրանք լավ չէին օգնում։ Հիմա իրենք եղել են Հիտլերի դաշնակիցը։ Հիտլերի Անգլիային չեն օգնել, երբ որ Հիտլերը հարձակվեց Անգլիայի վրա, բայց գիշերցել եք բամբասում են Չերչիլին եւ Ռամին, որ լավ չեն օգնել։ Դու եղել ես դաշնակից, օգնել ես նրան։ Նրանք հələ լավ է չեն միացել Հիտլերի հետ, վեր եք հարձակվել, սրախողողարել, վերջացավ գնացը։ Հասկանում եք ոնց է։ Եվ այսպես, եթե դուք նայեք այդ լավագույն գրականությունը այդ բոլորը ճշգրիտ ձևով որ կարող է եւ ամերիկացիներ հավանաբար ուրեմն թվերներ ունեն, որ ինչքան ինչ կունենան, էլի, բայց չեն ունենա։ Ուրեմն այսպես, ուզում եմ ասել, որ ուրանալ պետք չի, իսկ ռուսները սովորություն ունեն հենց ուրանան, հենց հայ ժողովրդի ծառայություն իրենց հանդեպ, դուք տեսեք, միշտ ուրանում են, միշտ ամեն անգամ, ու մուննաթ են գալիս, չգիտեմ ինչի համար, իրենք ով են, ինչ են, ուրիշին ինչ են տվել։ Ուրեմն այսպես, ուրեմն սրանք կարևոր փաստեր են, իմանաք։ Եվ այսպես, հիմա հայկական հատվածով անցնեմ։ Կարող եմ շարունակել, գիտեք, բայց իմաստ չեմ տեսնում, այսպես, այլ բժշկական, իմից շայլոց ասեմ, բինտը, հա, բինտ ինչ են ասում հայերեն, այդ դեղորայքը, բինտը, որ փաթաթում են, այդ բոլորը 43-44-ին ամերիկյան է եղել։ Հիմա զինվոր վիրավորներին հարցրեք, թե իրենք ձյուծազում սասունցի դիաբետեր լինեին, վիրավորված ժամանակ եթե բինտը չլիներ, կենթանի կմնային, ուր մնաց, որ մի հատ կռվեին, մի հատ էլ հաղթեին, մի հատ էլ Հիտլերին ծնկի վերեին։
Հասկանում եք ոնց է։ Ուրեմն ես ձեզ առաջարկում եմ հանգիստ ուրեմն մտածել եւ առասարակ մտածելը դարձնել սովորություն։ Հայ ժողովուրդը պետք է մտածի։ Հայ մարդը բարտավոր է մտածելու, որովհետեւ այս մանիպուլյատորների ձեռը որ գոլոշանելու է վերջանագնա աշխարհում մեկ։ Հիմա այսպես ուրեմն ավելացնեմ հետեւյալը սակայն, որ մեզնից զորակոչել են սովետական միության տարածքում, խոսքը մեն, այսինքն ԽՍՀՄ-ի ազգաբնակչության մասին է, 600,000-ից հայ երիտասարդ զորակոչել են, ուրեմն մենք Սյուրքովին նույնիսկ կազմակերպել ենք Սասունցի Դավիթ եւ այն կանգնային շարասյուների, այսինքն կթել են նաեւ արտասահմանի հայության, նետվեց ոչ միայն մեր մատաղ երիտասարդությունը, ցեղասպանությունից հետո մի հատ մտածեք, ցեղասպանությունից հետո, ամեն արհավիրքից հետո 1,5 միլիոն ցեղասպանության զոհ ենք տվել ընդհանուր, 600,000 մենակ երիտասարդ, վերարտադրողական տարիքի երիտասարդ են զորակոչել։ Տարբեր հանրապետությունից նաև, որտեղ Հայաստանը ինչքան գիտեր, այդ ժամանակ 1,5 միլիոն եւ 2 միլիոն ազգաբնակչություն չուներ։ Հասկանում եք ոնց է, այսինքն վրացիք Վրաստանում են հայերը զորահայերին, ադրբեջանցիք հայերին են զորակոչել, ռուսները Ռուսաստանում հայերին են զորակոչել։ Այստեղ ոչ մի խնայողություն չի եղել են բարակայում, եւ այդ ժողովուրդ երկու օր առաջ էր ցեղասպանվել ուղիղ իմաստով, որի մեջ ռուսական երկրորդ դերակատարությունը կա թուրքերից հետո։ Հիմա տեսեք ինչ է կատարում, որից հետո 300,000 երիտասարդից ուրեմն ավելի զոհվեց Ռուսաստանի տափաստաններում Ռուսաստանի համար։ Հիմա հարց եմ տալիս, իսկ ինչի։ Կարող եք մի հատ մտածեք, բայց հիմա չասեք, վայ, ես ինչ ասում։ Մի հատ մտածեք, հետո խոսեք, վայ, հետո կասեք։ Ես ձեզ ուրեմն որպես ձեր հարազատ ձեզնից մեկը արգելում է վայը եւ չմտածած խոսելը։ Մանավանդ են ստրուկներին, թուրքի շներին, Ռուսաստանի կագեբեյշնիկներին, հա։ Անգլորում ասեմ թուրքի շունը երկու տարբերակ ունի։ Թուրքական շուն, որ էդ է, եւ երկրորդը կագեբեշնիկ հայ, որ թուրքի շնից էլ գեշ է։ Ուրեմն այս փաստը փակենք ընդմիշտ, որ վրա չտան եւ մեր գոնե երիտասարդության սերնդին չշապոթեցնեն, նա տեր լինի իրեն։ Հասկանում եք ոնց է։ Այս Սոդոմ Գոմորի մեջ ո՞նց եք ապրելու։ Դուք չեք տեսնում աշխարհում ինչ է կատարվում։ Ստի կեղծիքի եւ աշխարհից խոշորագույն ստի ու կեղծիքի ուրեմն բույնը, որջը Ռուսաստանն է եւ ռուս ժողովուրդն է։ Այդ ասեմ ձեզ։ Փաստերը բերեք հակառակորդը, հատկապես այն հակառակորդներին ռսացած հայերին առաջացրել չոռնակ հանգարց չբառաչեք, անասունի բառաչունով, կտեսնեք գլխաներիդ ինչ են բերել, հետո ոնց է դες նաև ռուսացրել, բայց կներեք այդ բաների համար, որտեղ այդ տեսակը կա, հələ չի մեռել, բանավանդ վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, ուրեմն այսպես շարունակենք այս բաները, 300,000-ից ավելի մենք երիտասարդ զոհ ենք տվել, ինչքան մարշալ ենք տվել, երկուսը կա, երկուսն էլ հետո տարան, էլ չեմ ասում, այն մի հատ էլ ողորմելի մարշալ տար Խանֆերյանց, Արցախից է։ Սա էլ ուրեմն խույդագով է, նույնիսկ որպեսի թաքնվի որ հայ է, բարձրանա կարիերիստ ազգանունն է, փոխում ռուսի ազգանունն է, իրա բանում հրամատում զոհված իբր ընկերոջ անունն է, գիտեք, Խանֆերյանց է, բայց խույդագով է դարել, դա խույդագով։ Եվ հետո դրան Ստալինը գնդակարեց, հիմա սրանց մեծ մասին ոչնչացրել են, հայերիդ ձեզ ծառայեցրել ոչնչացրել են։ Բաբաջանյանի եւ ուրեմն Բաղրամյանի ծննդի Չարդախլու գյուղը, որ այսօր թուրքական բացարձակ տիրույթում է, 90-91 թվականին սրանց համար իրենց հայրենի գյուղում սովետական մարշալներ են, սրանք որ հայ են ոչինչ չի նշանակում։ Դրանք Հայաստանին թե ինչ օգուտ են տվել, դուք մի օր կհաշվեք, կտեսնեք, կբերեք ցույց կտաք, թե օգուտ են տվել, վնաս թե չեզոք են եղել։ Բայց բոլոր դեպքերում հայ են, որովհետև մեր ժողովրդի մեջ են հաշվում ասել։ Ուրեմն Խուդյակու այս երկուսի անունով սովետականությունը ժամանակին կառուցել էր հուշահամալիր Չարդախլու գյուղում եւ սովետական բանակն էր կառուցել նրա հսկողությամբ եւ սովետական բանակի առաջ սովետական Ռուսաստանը չկար թուրքերը պրծեցին քանդեցին մայորներով կանգնած էին իրենք էլ խրախուսում էին ուզում եմ ասել լեշեր են ինչ որ այս Արցախը հանձնողների լեշերը շպրտեցին Բաքու ռուսների մասին է չկրկցեք Ալիևների վրա որտեղ այդ սովորությունը կա ուրեմն թող ձերները բռնեին ձեր դաշնակից հազարավոր դաշինքների տեր եւ այն թարգարար Ռուսաստանը ուրեմն սովետական բանակի զորքի առաջ գյուղում ոչնչացրին ուրեմն այդ համալիրը սովետական միության առաջնակարգ երկու մարշալների եւ իրենք հավեսով նայում են թե թուրքերը ոնց են այդ այնպես ոնց որ թե ինչպես էին ռուսները բանը մնացած Սումգայիթում ոնց էին անտեղյակ աշխարհում թուրքերը բռնաբարում եւ ոչնչացնում հայությանը
Հազե, ուրեմն այս բոլորը մտածելու տեղիք են տալիս, եթե իհարկե հələ չեք մտածել։ Հիմա ուզում եմ ասել, ահա ձեզ կակո ինչպես ասում են, ռուսերենով էի ուզում ասել, բայց հայերեն ասեմ, ինչպեսի բառ է, ինչպեսի պատասխան, ռուսական պատասխանը հաճան եղել է մնում է մեկը։ Եղավ, ուրեմն դու եւ այսպես, ուրեմն խորտ խնամու կարգավիճակ է Թուրքի կողքին երբեք չփորձեք հավասարի լինի եւ այլն։ Դուք վերջում տակ տեսաք թե չէ, ինչպես ցարը ոչնչացրեց Արցախը, բայց ինչպես է շահիդների քամակը երկիր տնկած ծաղիկ տնում Ալիևի ուրեմն հուշահամալիրի վրա։ Մոսկվա հայերիդ ասեմ, այդ ձեզ համար են Ալիևի արձանը սարքում Մոսկվայում։ Հանճարեղ Ալիևի, թե ինչով է հանճար, դուք ներդիցից լավ գիտեք, ոչնչության։ Եղավ, ուրեմն իրենք նրանց հարգում են, ձեզ արհամարում, հետ իմացեք, ոնց կուզեք պայթեք, հատուկ ասում են ստրուկների համար, որտեղ դրանցից Ռոստովում կամ Սվերդլովսկում մանավանդ Ստեփանակերտից փախած, ուրեմն հասած, կարծեմ որտեղ է, Սիկնիկար եւ ուրեմն այստեղ կոչ է անում Արցախը պաշտպանել, ազատագրել եւ այլն, Ստեփանակերտի ոչնչություն, հասկանում, արի եւ ազատագրի։ Այսպես ուրեմն դրա համար ես ասում եմ, որ այս հարցերը դուրս կան։ Հիմա սովետական այս բանալի 300,000 զոհ են տվեց։ Ես այս հարց եմ դրել, ինչի համար, ով է շնորհակալություն ասում։ Ին թվերը ես մի անգամ Ստեփանակերտում կուրս պատմության մի մասնագետ, մի լավ հայրենակցի հետ երկար զրույց եմ ունեցել, Մաշտոցի համալսարանում է եղել, եւ այդ նվիրյալ ռսացած հայը Ստեփանակերտում ինձ ասել է մի թիվ ձեզ են փոխանցում, ճշտի ու սխալի բանը չեմ, ուրեմն 26% Արցախի այն գաղոյի, որ ասում էին լղիմի, ազգաբնակչության 26%-ին զորագոչել են սովետական բանակ։ Հիմա ինչի համար, ինչի գնացիք, ինչի զոհվեցիք, ում պաշտպանեցիք։ Ես սրանից հետո, դա մեր հայրենական պատերազմը չի, դա ռուսների գլուխները կար, հայրենական է, ֆաշիստական է, դեմոկրատական է, մեզ ինչ։ Ինչու է ձեր հայրենական պատերազմը, որ ես գիտեմ, ես է 9-ին ոհմակներով լցվելու են այդ Գեորգիևյան ֆաշիստականը, որ անմահ գունդ, եսիվ ինչ, որն է մեր անմահ գունդը, կարող եք ասել։ Եթե դա մեր հայրենական պատերազմն էր, ինչու 80-ամյակի նախօրյակին, հա, Ռուսաստանը Արցախը հանձնեց Ադրբեջանին տարածքը եւ հայությանը քացել տվեց դուրս չպրտեց իր բուն հայրենիքից Ռուսաստանի մասին է խոսքը այդ բոլորը իրենց գիտությամբ է եղել եւ դուք գիտեք վերջին տվյալները նաեւ եւ ռուսական շատ կամպանիաներ ընկերություններ գրիվ են տալիս Լեռնային Ղարաբաղի ինքնավարմազի տարածքում հանքարդյունաբերությունը Ադրբեջանի հետ համատեղ զարգացնելու մասին հաղորդագրությունը ես դրել էի իմ էջում որ լուսավորվեք եւ այդ տարածքը չեն անվանում լղի ոչինչ Լեռնային Ղարաբաղը չէ այդ Ղարաբաղի ուրեմն տարածաշրջան են ասում տնտեսական այնպես ինչպես այդ ապշերոնու եզն է ասում կրկնում են նրան այդ նշանակում է որ այս բանով ասում Արցախը ռուս ադրբեջանական օկուպացիայի ենթարկվել իհարկե այս ռուսան Վիտալի Բալասանյանները կարող են ինֆակտ ստանան, դա լավ կլինի, մենք կբերձնենք դրանցից, բայց դրանք ինֆակտ ստացողը չեն։ Նորից կփորձեն մեր ժողովրդին ու այս Հայաստանի փոքր մնացած հանրապետություն ավանդյուրայի մեջ քաշեն, որպեսզի եւ այլն, ռուսական դիրույթ տանեն, որ չիներ։ Հիմա այսքանը էս է ուզում ասել ժողովուրդ ջան, այնպես որ այս բոլորը մտածելու համար է, հասկանալու համար է եւ այսպես եւ իմանալու համար է, որ մենք հայրենական պատերազմ չենք ունենալ, դժբախտաբար Մենք ունեցել ենք երկու առիթ, ուրեմն 1920 թվին աշնան է եւ մեկը 2020 թվականի նորից աշնան է։ Մենք ունեցել ենք հայրենական պատերազմ մղելու եւ մեր պետությունն ու մեր հայրենիքը պաշտպանելու, ազատագրելու, բայց մեր ռսացած զորահրամանատար կոչված ոչնչությունները երկու անգամներ հայոց անառիկ երկու ամրոց ռուսների հրամանով հանձնել են Թուրքին։ Ուրեմն ասեմ ձեզ ուրեմն 1920 թվականի հոկտեմբերի 30-ին ուրեմն Կարսը առանց մարտի հանձնվել է այն Կարսը չգիտեմ որի վերաբերյալ մեր եղած հնարավորությունների մասին մեր Սուքիասյան Հայկը ասեց ինչ կան զենք ինչ կան մենակ ասեմ որ 4 ինքնաթիռ է եղել թուրքերը ինքնաթիռ չունեին էլ ավիացիոն բենզին է եղել այսպես բոլորը թողին փախան հայ տղամարդիկ Զենքը կցած փախչում էին սպաները այն Մազմանյանը դրա 28-ին եթե Կարս կգնաք մի հատ այցելեք համբուրեք այդողը որտեղ Մազմանյանը խելագարվում էր հայ տղամարդկանց ոչնչությունով զորքի մեջ եղած դասալքությամբ երբ որ չհրաժարվում էին Կարսը պաշտպանել ինք իրեն սպանեց դուք գիտեք քանի հայ տղամարդը իրեն ինքը իրեն սպաների մասին է գնդակահարել
Կարսի հանձնում է ռուսների խարտավանքով Թուրքի տեսնելուց։ Գիտեք, հա, թե Աղասի Խանջյանը հերոս է։ Այսպես շարունակեք, եթե կուզեք, այդպես պատրանքների մեջ։ Ուրեմն այստեղ մենք կարող էինք այդ Փաշինյանը հայրենական պատերազմ մղեինք, բայց մենք հայրենական պատերազմ չենք մղել։ Եվ այն հերոսը Սարդարաբադի Դանիել Բեկ-Փիլումյանը, ինչեր անհայտ է, թե Կարսի ամրոցը ոնց հաջողցրեց ազդել թուրքերին այդ զորքին փախուստի ենթարկելով։ Կենսագրությունները գիտեք, իմաց, այդ պատմաբաններին պատին դեմ արեք Չապաևակետներին։ Իհարկե, եթե իրենք գիտեն, եթե փաստաթղթերով ձեզ բան են ասելու, եթե Գյուլնազդատի հեքիաթներն են շարունակելու, ես ձեզ առաջարկում եմ նման պատմաբանների մոտ այլևս երեխա չտակ պատմություն պարապելու համար։ Զերծարար եղել են, մնում են, որովհետև ոչ մեկը չի ելում շարժվեն այդ փաստերը բացեն։ Կարող է անհատներ կան, ես տեղյակ չեմ, բայց հիմնականի մասին է։ Եվ ակադեմիական ու գյուղական պատմագիտական հիմնարկներ ժամանակից փակել է պետք, որովհետև սրանք տեղի չեն շարժվում։ Այս փաստերը պիտի բացվեն, ես անհատ եմ, ես քաղաքագետ եմ, բայց այդ բոլոր իրենք թվերով, ժամերով պիտի ուրեմն տան ձեզ, որ չեն տալիս։ Երկրորդը եղավ անշուշտ, որ Արցախյան այս պատերազմը 44 օրյա, որը մեր իսկական հայրենական պատերազմն էր եւ պիտի կարողանանք վերացեինք, բայց դուք տեսաք Ղարաբաղյան կլանը երկու նախագահների առաջնորդությամբ կամ մասնակցությամբ, ինչպիսի հաջողությամբ մնացած այն դյուժին նախագահներով, որոնք հիմա Բաքվում հյուրընկալվել են ռուսների կամքով, սրանք կարողացան վիժեցնել Արցախի պաշտպանությունը եւ մնացածը ձեզ հայտնի է։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք հայրենական պատերազմ մեր հազարավոր տարիների ընթացքում չենք մղել Հայաստանի համար։ Այդ ձևի պատերազմ Ռուսաստանի կազմում մերներ ռուսական ստեպների համար, ուկրաինական խուտորների եւ Բելարուսիայի ճահիճների լիքը, ուզում եք բյուզանդական պետության պատմությունը նայեք, ուզում եք արաբական խալիֆայության շրջան գնացեք, ոնց կուզեք, ուրիշի համար առատ դույլերով արյուն ենք թափել, մեր երկրի համար, ոչ, մենք հայրենական պատերազմ չենք մղել, եւ չեղնի, որ ամսի 9-ին, որ ասեցի կեղծ թիվ է, նշեք, խոսեք հայրենական մեր պատերազմի մասին, մենք մեր հայրենական պատերազմները տանուլ ենք տվել եւ հայտնվել ենք այն վիճակի մեջ, ինչ որ այսօր կանք, հետեւաբար այս գիտակցություն ունենալով մենք պետք է փորձենք վերականգնվել, ոչ թե ֆոկուսներ անենք եւ ուրիշի պատերազմը մեր վրա վերցնեն։ Այդ չի լինի Ռուսաստանը մի օր մեզ համար հայրենական մի պատերազմ մղի, իրենք էլ նշեն Հայաստանի համար իրենց մղած հայրենական պատերազմը եւ այնտեղ Վարդան Մամեգոնյանի ժապավեններով հպարտապատ քայլեն, ինչպես դուք հասկանում եք, չի կարելի օտարի համար կյանք տալ երիտասարդություն զոհել, մի հատ էլ դա գլուխ գովելու մի ստորագույն ուրեմն խրախուսանքի ձևի վերածել, բացելով այն հիշատակները, որոնք եղել են մեր հազարավոր տարիների ընթացքում։ Մենք մեր երկրի համար հայրենական պատերազմ ենք մղել, ոչ, չի եղել։ Իսկ Ռուսաստանը տապալելով առաջին հանրապետությունը Կարսի մարզը վերցրել, հանձնել է Թուրքին, Քեմալին, Ղարաբեքին, իսկ Նախիջևան Շարուր եւ այլն հանձնել է Ադրբեջանին, Արցախն ձեր աչքի առաջ, ձեր սիրելի Ռուսաստանը, հասկանում եք ոնց, ոնց ասել։ Եվ այսպես ուրեմն շարունակում ենք ապրել, բայց կարևորն ինչ է հիմա ասեմ հետեւյալը, Ժողովուրդ ջան։ Ես ինչքան որ հանդիպում եմ, մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության մեջ ահռելի փոփոխություն եմ տեսնում։ Իհարկե դա բավարար չի այս Սոդոմ Գոմորի օրերին, բայց ահռելի փոփոխություն կա, մարդիկ պատմությունն իմանալով ճշգրիտ մտածում են, վերադառնում են բուն արմատներին, իսկ արմատները գնում են դարերի խորքը, շատ խորքը դեպի Արտաշես, դեպի Սատենիկ, այսպես ես չեմ ասում Հայկ Նահապետ եւ այլն, որովհետեւ մեր պետականաշինության ընթացքը որպես նոր երևույթ Արտաշես առաջինով է սկսվել, հայկական լեռնաշխարհի հավաքվելը, Տիգրան Մեծ եւ այլն, այ գնում են այստեղ եւ սա է մեր պատմությունը։ Ես չեմ ուզում, այսինքն ոչ մեկը չի ուզում պատերազմ, կառնակատի ունեցեք, բայց մի բան պետք է ասեմ, որ ես ուզում եմ, որ մենք իհարկե խաղաղություն ուզենք եւ մեր երկիրը շենացնենք խաղաղ պայմաններում, բայց ես մի խնդրանք ունեմ ձեզ, եթե մտածելու կարողություն կա մարդկանց մոտ, եւ կարծում եմ կա, ուրեմն այդ խաղաղության բացիլով մի վարակրեք, ասեմ ինչի։ Խաղաղությունը մեր նման փոքր պետություններ եւ ժողովուրդներ չեն կարող կանխորոշել, աշխարհը խաղաղ կլինի թե չէ։ Հասկանում եք ոնց է։ Իհարկե խաղաղ լինի, որ կարողանանք մեր չափով նպաստենք խաղաղությանը, բայց հոգով սրտով մնացեք Հայաստանի հետ, ունեցեք ձեր մեջ նաև այն կամքը, որ անհրաժեշտություն լինի, այո, մենք մի օր մեր հայրենական պատերազմը մղենք եւ այս մղձավանջից դուրս գանք։
ես օրերս էր որ ուրեմն այցելեցի ինչ ասեմ դժվար է այդ բոլորը մենք պարտավոր ենք մեր սերունդների համար ոնց ասեմ անցյալ եւ այլն եւ դեմագոգիա չպետք է անենք իհարկե այն զինվորներ եւ այլն որոնք փայլուն զինվորներ են բայց ունեին ծախված ղեկավարություն մենք պարտավոր ենք առաջինը ծառայելու մեր պետությանը մեր ժողովրդին կներեք մի բան ասեմ չեք նեղանա թքած ունենալով ցանկացածի վրա ով մեր երկրի վրա կգա ուրիշ ոչ մի բան եթե Ռուսաստանն է գալու թքած ունենք Ռուսաստանի վրա եթե մյուսը ոչ մի նշանակություն չունի եւ մենք ոչ մեկի հպատակը չենք արժանապատիվ եղեք հասկանում եք ոնց է եւ այդ արժանապատվությամբ մենք վստահ ենք որ կկարողանանք այս դժվար վիճակից դուրս գալ եւ ուրեմն երեխի նման շատ մի ուրախացեք մի սիրուն խոսքից չգիտեմ ինչից այդ կամք է պետք պետությունը դժվար կայանալի հարց է դժվար հարց է բայց մեր ժողովրդի ուժերից ցածր հարց չի հասկանում եք ոնց է որտեղ մենք այդ կարողությունը աշխարհում մեկ ունենք եւ ձեր կողքի ձեր միջավայրում ոչնչացրեք բոլոր այլ միջավայրներին գոշիկով տրոլեք որոնք Հայաստանի պետական անկախության դեմ են դրիվ տալիս հոգեբանորեն թե չգիտեմ ֆիզիկապես իհարկե ֆիզիկապես չեն հաշվելու որովհետեւ նոր սերունդները ուրեմն ունենան ազգային պետական իդեալ եւ նրանք ուրիշի համար չզոհվեն տեսնում եք ոչ մեկը շնորհակալություն չի հայտնում հակառակ օգտագործում են տեսկանը ես ասեմ որ ես խոսեցի միայն սովետական միության ուրեմն բարագայո բայց բայիշկան մարդիկ են արմենիան դաշնակից պետությունների զորքերի շարքերում տրվել որոնց մասին ամոթ մեզ ինչ չէ ես գիտեմ եւ իմ նմաններ մի քանիսը մենք ոչինչ չգիտենք մենք մի ժողովուրդ ենք մեր ամեն ինչը պետք է իմանանք հասկանում եք ոնց է մենք ուրիշից չպետք է իմանանք կամ իմանանք շատ կարեւոր չի ուրեմն մնացածը այսպես եղածը անվանում եմ չապայևա գիտություն այդպես մի բան է հիմա ուրեմն հարցել ասեմ որ տարածված է տարօրինակը մի բան է որ գերմանական նացիզմը ոչնչացվեց իտալական ֆաշիզմը ոչնչացվեց բայց ռուսական ռաշիզմը շարունակում է բոլշևիզմը իր երթը որի վերջը աշխարհը պիտի որ տա եթե ուզում է ազատ ապրի հիմա մի հարցի մասին էլ ասեմ իմացեք ով բերեց Հիտլերին իշխանության ով նպաստեց ով է նպաստում Հայաստանում հակապետական գործունեություն նախագաներով կաթողիկոսով Ռուսաստանը եւ ասեմ հետեւյալը որ Ռուսաստանը ժամանակին օգնեց որովհետեւ իշխանության գա Հիտլերը թվեր եմ ասելու նպատակն ինչ է այս հարիֆները մտածում էին Հիտլերը կգա իշխանության իրենք Հիտլերին կուղղորդեն արևմուտքի դեմ Հիտլերը եկավ իշխանության բանակ ստեղծեց մի քիչ Ֆրանսիայի հետ ինչ որ արեց Եվրոպան նվաճեց Անգլիայի հետ տեսավ իր խելքի բանը չի հարձակվեց սովետական Ռուսաստանի վրա վնասը Ռուսաստանը գրեց տասնյակ հարյուր միլիարդով զենքով զորքով վնասներով եւ այլն հիմա թիվ ասեմ ձեզ նայեցեք ինչու եմ ասում որ ինքը բերել է իշխանության 1932 թվականի նոյեմբերին տեսեք կոնկրետ բան եմ ասում ու խնդրում եմ նաև մեր համագիրներից խնդրում եմ մյուսներին անպատվելու եմ անասունի բառաչուներ չլինեն բաներ չգրեք հետո թվերը ճշգրիտ են կստուկեք աչքերդ կմտցնեք եթե չէ ու ձեր համապատասխան տեղը այս թվերը որովհետեւ ուրեմն մեր ժողովրդի շփոթմունքի մեջ չպահեք 32 թվականի մի խոսքով նոյեմբերին Գերմանիայում տեղի ունեցան Բունդեսթագի Ռայխստագի ընտրություններ Վայմարյան հանրապետության շրջաններ եւ կային 3 գլխավոր կուսակցություններ մանր կուսակցություններ շատ կային ասեմ ես առաջինը ուրեմն ավելի ազդեցիկը Հիտլերի նացիոնալ սոցիալիստական բանվորական կուսակցություններ տեսեք նացիոնալ սոցիալիստական մենք էլ ոնց որ սոցիալիստական ունենք փողոցներում ուրեմն կուսակցություններ երկրորդը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շոլցի այսօր որ վարչապետ է ու վարչապետ այդ կուսակցություններ եւ Գերմանիայի կոմունիստական կուսակցություններ որի ղեկավարը դուք գիտեք Էրնեստ Թելմանն էր որին Մոաբիտի բանտում իրեն հայրենակիցները որպեսի ուրեմն սառեցրին արածի համար հենց ինչ որ էր մնացածը կային նաեւ մանր մունր կուսակցություններ մի խոսքով կատա ես ձեզ չասեմ տեղի ունեցան ընտրություններ ուրեմն Հիտլերի կուսակցությունը կամ Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը
ստացավ 33.1 ձայն, այս բաներին ընտրակեղծարարներին ասեմ, տոկոսները գրեք, այդ մանավանդ այդ գելապի զեղծարարներին, որ այսօրվանից արդեն թվեր են սարքում, ուրեմն մտներին գիտի, ուրեմն Սերժի ժամանակ է թվեր խփեն Քոչարյան Մոչարյանների համար թվեր են սարքում արդեն, ով է առաջի տեղ, ով է վերջի տեղ, ասեմ վերջի տեղ եղել է, մնում է Ղարաբաղյան կլանը, նա չի անցնելու, սա փակագծում։ Հիմա ուրեմն Հիտլերի կուսակցությունը ընտրություններում ստացավ 33.1 ձայն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացավ 20.4 ձայն, Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը ստացավ 16.5 ձայն։ Հիմա տեսեք առաջի տեղը 33% կլորացրած, 20 ուրեմն առաջի տեղը Հիտլերն է, երկրորդ տեղը ուրեմն Գերմանիայի սոցիալ-դեմոկրատներն են, երրորդ տեղը գերմանական կոմունիստներն են։ Հիմա այն որ դուք շատ եք սիրում կոալիցիա, որ ասում եք անընդհատ միացեք։ Եթե իրար հետ միանային Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ կոմունիստական կուսակցությունը, սրանք միասին կկազմեին 36%, Հիտլերի կուսակցությունը կգար երկրորդ տեղ։ Մոսկվան ամեն ինչ արեց, սոցիալ-դեմոկրատներն ուզում էին, Շլայմախերներ, ուրեմն որ միանան կոալիցիա կազմեն, իրենք առաջի տեղ գնեն։ Ստալինն ու սովետական ԿԳԲ-ն ամեն ինչ արեցին, որ սրանք հանկարծ իրար հետ չմիանան, ինչի համար, որ Հիտլեր առաջի տեղ մնա եւ հաղթի։ Այս կոմունիստները խառնեցին, ինչպես ձեր փողոցում, մեր փողոցներում են խառնում ռևանշիստները, ամեն ինչ արեցին, այս դաշինքը չառաջացավ, երկու կուսակցություններ իրար չմիացան եւ Հիտլերը մնաց առաջի տեղ։ Հաջորդ ընտրություններում Հիտլերը դարձավ 33 թվականի հունվարի 30-ին դարձավ Գերմանիայի կանցլեր եւ հետո ֆյուրեր եւ հարձակվեց սովետական միջի վրա։ Մեր ժողովրդին չասում, կներեք, սրած մախատը հենց խրվեց ռուսների քամակը, հենց իրենք չթողին, հույս ունեին, որ սա Անգլիա բանկը ոչնչացնի, կթուլանան ինքը հետո բոլորի վրա կիշխի։ Հասկանում եք ոնց է, բայց մախատի վրա նստեցին համապատասխան տեղով։ Իհարկե շատ դուժեցին նայում ենք, բայց թե մենք ինչ, մենք այդ պատերազմը ճիշտ era։ Պատերազմն ուրիշ արելը մեր զորակոչել են Գեորգիևյան այդ լենդներ բերել այսօր 40 տարի անցած մեր ուրեմն բիրկավորպես կպցնում են մեր ապուշիների վրա, որ սրանք փողոցներում ման գան։ Հիմա այս բանը պետք է նկատի ունենանք։ Ուրեմն այսպես Ռուսաստանը նպաստեց, որպես Հիտլերը կա իշխանության։ Եթե չխառնվեր այս գործին, նա բացառված էր, ընտրություններում չէր կարող անցնել եւ գերմանական ֆաշիզմը չէր հաղթի։ Հիմա քանի տես, հիմա տարօրինակ է, որ այդ ֆաշիզմը այդ տարիներին ուներ 3 ճյուղավորում կամ դրսևորում։ Առաջինը ֆաշիզմը դուք գիտեք, որ ստեղծվել է որպես կուսակցություն, գաղափարախոսություն, կազմակերպություն Մուսոլինին, ընդ որում Բենիտո Մուսոլինին փակագծում ասում եմ հանկարծ փաթորների չնեկվել։ Երկու անգամ հայ ժողովրդին ահռելի ծառայություն եւ օգնություն է մատուցել, որ կլինի հանկարծ ջիգյարով չսկսեք քննադատել հանուն Պուտինի։ Բազ է, ուրեմն Մուսոլինին երկու անգամ որ առիթ կլինի, ասեմ ինչ բարականերով օգնել է Հայաստանին եւ հայ ժողովրդին, անձամբ օգնել է։ Ուրեմն գերմանական Իտալիայում ծնվեց ֆաշիզմը, ունեցավ գերմանական դրսևորում, որ Հիտլերյան նացիոնալ սոցիալիզմն էր, նացիզմը եւ ռուսական բոլշևիզմը։ Ուրեմն գերմանական նացիզմը վաղուց չկա, Գերմանիան ապրում է ինչպես գիտեք բավականին բարվոք եւ նորմալ կյանքով, ուրեմն ռուսական բոլշևիզմը որպես ռաշիզմ այսօր շարունակում է սպառնալիք մնալ աշխարհի համար եւ հայության համար եւս։ Այդ ռաշիզմը Արցախը մաքրեց տվեց ուրեմն Ադրբեջանին։ Հա, այսպես բարեկամներ, մնացած այդ բաները ձեզ հետաքրքիր չի, բայց մի օր ես ձեզ կասեմ, թե ուրեմն Մուսոլինին ինչ օժանդակություն է ցույց բերել ձեզ, ասինքն այդ նույն տարբերակն է, որ ասել, դուք գիտեք, որ ասել եմ կրկնեմ, 1920 թվականի աշնանը եւ տարվա ընթացքում Հայաստանում կարծեմ 6 որբանոցներ կային։ Ամենախոշոր Ալեքսանդրապոլում էր հազարավոր հայ երեխաներ, որոնցից ոչ մեկը ծնող չուներ։ Ուրեմն ամենաօրինակելին, ապահովվածը, կանոնավորը, որտեղ նաև աշխատել էին սովորեցնում ամերիկյան որբանոցներ, ամերիկյան փողով, ամերիկյան օգնությամբ եւ այլն, որ հետո ուրեմն 26 թվականին ԽՍՀՄ լուծարեց, ռուսները լուծարեցին, որ պայթեք ռուսները լուծարեցին ուրեմն այդ որբանոցները Հայաստանում եւ նաեւ արգելեցին եկեղեցուն պատարակ մատուցել ցեղասպանության զոհերի
հիշատակին այդ օրվանից Հայաստանը մխրժվեց խավարի մեջ, այսպես ուրեմն, եւ բայց Հայաստանը ճակերտավոր լուսավորվեց, երբ որ այդ որբանոցներում մեծացած հասակառած Ալեքսանդրապոլցիների մի զգալի մաս ձայն տվեցին հայկական ուրեմն կազակության փայլուն ներկայացուցիչ եւ գործիչ Վարդանիկին ռուսական կողմնորոշումը դուք հասկացաք ինչ արիք փրկվեցիք ամերիկյան օժանդակությամբ սերունդների մասին է խոսքը մի մասը բայց քվեարկեցիք Ռուսաստանի օգտին որ ձեր կաթը կտրեց այսպես ուրեմն շարունակեն չկարել բարեկամներ այսպես կշարունակենք այսօր այսպես ուրեմն առայժմ այսքանը ուրեմն չեք տոնի հայրենական պատերազմը չենք ունեցել եւ փողոցներում կքշեք բոլոր նրանց ովքեր Հայաստանի Երևանի փողոցները կմխտրեն այդ անմահ գունդը որ օկուպացիոն գունդ է իբրև թե անմահ գունդը եւ միաժամանակ այդ ուրեմն Գեորգիևյան լենտերը որ ձեր վզին փաթաթված է Արցախում վերջի օրերին 23 թվին ստեսություն ձեզ հաջողություն մենք մեր պետությունը ստեղծելու ենք եւ մենք գնում ենք ձեզ հետ միասին ուրեմն քրիստոնեական արժե համակարգում պետականություն լավագույն պետականություն մեր բարեկամների դաշնակիցների օգնությամբ բայց աշխատողը մենք ենք լինելու դեպի առաջագործություն ստեսություն ձեզ